բաժնի նախագահ, պարոն Ավետիսյան, խնդրեմ, ով երկար փորձ ունի այդ ասպարեզում։ Շնորհակալություն։ Իմ գործընկերները ահագին խոսացին ամենուշի մասին, ուզում եմ մի քիչ Տիկին Ռուզաննա այդ օրենքների վերաբերել մի բան ասեմ, որ մեր հանրությունը իսկապես ոչ մի բանից տեղյակ չի։ Իրանք օրենքներ են, օրենքի նախագծեր են հրապարակում և տանում ազգային ժողով և իրանք էլ դավի չեն կարող հստակ այդ նախագծերը իրար մեջ որոշեն, թե որ տարիքից է դա սկզբից ասում են 15 միլիոն, հետո դարձնում են 18, հետո 20, հետո դարձնում են, հետո տենում են երևի փողերը քիչ է դարձնում են 24 միլիոն, հասկանում եք, որ իրանք ընդհանրապես իրար մեջը չեն կարում մի հատ կոնկրետ հարցով եզրակացուցակ դնենք ոնց որ մեր առաջնորդ գեներալ Մայոր Աշոտ Կարապետյանը ասեց, անվտանգության ոլորտում դուք նայեք, ով է մեր կողքը հիմա կառնած։ Մենք տենում ենք եկել են Եվրոպայից դիտորդներ, որ մեր կառավարությունը բերել է և սահմանում իրանք իրականացնում են իրանք աշխատանքը։ Հասկանալի է, որ աշխատանքը ոչ մի բանով կարող է ինչ-որ չնչի բանով ցուցակալի, որ Եվրոպան մեր մեջքին կայացած, բայց ոչ մի եվրոպական առաջնորդ կամ ոչ մի եվրոպական պարլամենտ ոչ մի անգամ չի արտահայտվում, որ Հայաստանի հետևից նա կայնած է և պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը։ Ոչ։ Իսկ վերջի ժամանակ, որի կալավոր, այն հարցերին, որ իրան տվեցին, նա հստակ պատասխանեց մի հարցին, որ Ռուսաստանը պատրաստ է կանգնել անվտանգային մեջքով իր գործընկերոջ կողքին և ապահովել անվտանգությունը, որ մի եվրոպական կառույցը այդպես արտահայտություն անել է։ Մենք լրիվս հասկանում ենք, որ դա ֆեյքեր է, որը ոչ մի բանով չի բերի անվտանգությանը Հայաստանում։